Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է։ Իմ հյուրն այսօր Հասմիկ Ջիբանյանն է։ Հասմիկ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Դու սովորել ես բանասիրության ֆակուլտետում։ Հիշում ես, ինչպես ընտրեցիր այդ մասնագիտությունը եւ երբ գնում էիր բանասիրության ֆակուլտետ, քո կարիերան ինչպես էիր պատկերացնում։ Հայաստանում շատ քիչ ես մտածում կարիերայի մասին, երբ որ ընտրում ես մասնագիտություն, այնել են տարիքում են թվերին։ Հիշում եմ, որ դպրոցում ես ավելի աչքի էի ընկնում հայոց լեզվից էի, ավելի հետաքրքրված էի հայոց լեզվով, օլիմպիադաներ էի մասնակցում ու ընտրությունը իմ համար այդպեսին էր հայոց լեզու ընտրել, թե ուզում էի բանասիրություն, բայց ընտրությունն էր հայոց լեզու թե օտար լեզուներ։ Ու մի շատ խելացի մարդ ինձ շատ ճիշտ խորհուրդ տվեց, որ ավելի լավ է օտար լեզուներ, որոնք ավելի մեծ հասանելիություն կապահովեն ինձ հետ, հետո հնարավորություն կունենամ նաև հայերենով զբաղվել, եթե ուզենամ, քան հակառակը, ինչը իսկապես պարզվեց, որ շատ ճիշտ խորհուրդ էր։ Այդպես ֆրանսիական բանասիրություն գնացի։ Բանասիրական տարբեր ասպեկտները շատ հետաքրքրել են, բայց ինչ է լեզվաբանությունը, որ արդյունքում ես ընտրեցի, ես այդ ժամանակ շատ չէի պատկերացնում։ Իրականում ունեինք մի առարկա լեզվաբանություն կոչվող, որը ավելի շատ ոչ թե գիտություն էր, այլ գիտության պատմություն, ինձ թվում է սա շատ բնորոշ վիճակ է հայկական իրականությանը, երբ որ գիտությունը հատկապես հումանիտար ոլորտում գիտություն ասվածի տակ ավելի շատ գիտության պատմություն են ուսուցանվում։ Այդպես մի կիսամեկ ընդամենը ունեինք այդ առարկան։ Իրականում իմ կրթությունը շատ էկլեկտիկ, այսպես բազմա պրոֆիլ ամեն ինչից մի քիչ, այնպես որ շատ չէի հասկանում ինչ եմ անելու, մի քիչ գրականություն, մի քիչ գրականագիտություն, մի քիչ թարգմանություն, էլ ավելի քիչ թարգմանաբանություն, լեզու ի վերջո, որը քան էլ մասնագիտություն չէ, եւ մի կիսամյակ ընդամենը ես առիթ ունեցա լեզվաբանության այդ առարկան վերցրեցի, որը այն ժամանակվա իմ տպավորություններով ես հիշում եմ, ասում էի միակն է, որի ուղեղը խուտուտ է տալիս։ Ես այդ զգացողությունը հիշում եմ, այսինքն միակն էր, որտեղ ես կարիք էի զգում ջանք թափելու, որպես ինչ-որ բան հասկանամ եւ քննությանը պարապելու։ Այնպես որ այդ ինձ միանշանակ արդեն բերեց է մտքին, որ ես գիտեի միշտ որ ուզում եմ գիտությամբ զբաղվել, բայց այդ գիտություն ասվածը հատկապես հումանիտար ոլորտում շատ անորոշ ու շատ անհասկանալի էր։ Այդ իմ միտքը շատ հստակեցրեց։ Որ ասում ես, գիտեիր միշտ որ ուզում էիր գիտությամբ զբաղվել, դա որտեղից էր գալիս, դպրոցական տարիքից։ Հավանականությամբ ամենամեծ գործոնը ընտանիքից, որտեղ ծնողներս են գիտությամբ զբաղվում, բայց ավելի բնագիտական ուղղությամբ։ Ի զարմանս ինձ վերջերս ես գտա մի շարադրություն 4 դասարանում գրված, որ իմ դասղեկներ պահել, որտեղ ես գրել էի, որ մեծանալու եմ եւ սովորելու եմ Սորբոնի համալսարանում։ Ես ինձ ընդհանրապես չէի հիշում, որ այդ տարիքում արդեն այդ հովերով էի, բայց փաստորեն այն ժամանակվանից այդպիսի բաներ ունեցել եմ։ Իսկ ինչպես հետո դուրս եկա սովորելու, մի քիչ պատահականություն կար երևի, այսինքն համ մի կողմից գիտեի, որ գնալու եմ դրսում սովորելու եմ եւ գիտությամբ, բայց դա չի նշանակում, ես հստակ հասկանում էի, թե ոնց են դուրս գնում, այն ժամանակ այդքան էլ մոդելներ դեռ չունեի, այդքան տարածված չէր եւ հատկապես ինչ եմ անելու, ինչ է նշանակում գիտություն բանասիրության ոլորտում ու ինչ որ միջազգային փոխանակման ծրագրի առիթ եղավ, որով ես էլի չհասկացա ոնց, բայց ընտրվեցի եւ գնացի Ժնև Շվեյցարիա, Ժնևի համալսարանում, այստեղ էր հետաքրքիր պատահականությունը, որ երբ ես ընտրեի, թե ինչ ֆակուլտետ, ինչ ամբիոն եմ գնալու այնտեղ, փոխանակ ներկայանամ, որ ես ֆրանսերենը որպես օտար լեզու պրոֆիլի կրթություն ունեմ եւ գնամ համապատասխանաբար այդ բաժինը, ես ասացի, ես լեզվաբանություն եմ ուսումնասիրում։ Ու այդպես ընկա լեզվաբանության ամբիոն, բայց հետագայում հետադարձ է ես շատ մտածում, որ շատ պատահականության գործոն կար, չգիտեմ ինչի այդ ձևակերպումը դուրս եկա, որովհետև ինքնաբերաբար ամենայն հավանականությամբ ավելի շատ պետք է ասեի ֆրանսերեն որպես օտար լեզու եւ չէի էլ պատկերացնում, որ կա ֆրանսերեն օտար լեզու բանասիրական առանձին ամբիոն եւ կա լեզվաբանության ամբիոն։ Ես Ժնևի համալսարանը ունի առանձին ամբիոն, որտեղ լեզվաբանությունը որպես գիտություն ուսումնասիրում են, ոչ թե որպես բանասիրական կրթության մաս է կազմում, ինչպես օրինակ Հայաստանում են։ Գնացիր Ժնև եւ այնտեղ ասացիր, որ ես տեսություն եմ ուսումնասիրել ու պիտի որ դժվար եղած լինի։ Կպատմես քո առաջին տպավորությունները ու այն դժվարությունները, որոնց բախվեցիր, այն իրականությունը, որին բախվեցիր այնտեղ։ Այո, ասացի լեզվաբանություն ու եւ այնտեղ լեզվաբանությունը թարգմանվեց որպես տեսական գիտություն, սա շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանում այս բառը անընդհատ շատ էլի բազմաթիվ ինտերպրետացիաների տեղի է տալիս։ Լեզվաբանությունը Հայաստանում հիմնականում բանասիրություն, լեզվագիտություն է նշանակում, այնպես որ նախ սկսենք այդտեղից, որ լեզվաբանություն ասացի ոչ թե տեսություն եւ դա արդեն հերիք է, որ ինձ ուղղորդեն լեզվաբանության ամբիոն։ Մի քիչ մինչեւ առաջ կգնանք, երևի պարզաբանենք, որն է այդ երկուսի տարբերությունը, այսինքն երբ որ ասում ենք բանասիրություն, լեզվագիտություն եւ լեզվաբանություն, ինչպես հասկացա, իմաստային տարբերություն կա։ Հա, այս տարբերության հետ ես շատ հաճախ եմ բախվում, որովհետեւ երբ որ ասում ես լեզվաբան եմ, առաջին հարցը որ տալիս են, ինչ լեզվի մասնագետ ես։ Այսինքն մեզանում ամենաշատ տրվող
ընկալումը լեզվաբանություն մասնագիտության նշանակում է, որ լեզվի մասնագետ, ինչը իհարկե պատահական չէ, որտեղ լեզվաբանությամբ զբաղվում են կամ հայ բանասիրության բաժնում կամ որևէ օտար լեզվի մասնագետները, կամ արևելյան լեզուների մասնագետները, այսինքն զուգահեռ է գնում լեզու սովորելու հետ։ Արևմտյան ավելի ժամանակակից իմաստով լեզվաբանությունը որպես գիտություն բավական անկախ է լեզու սովորելու, լեզվին տիրապետելու, լեզվի մասին գիտելիքներ ունենալուց։ Այդ առումով ես այսպես եմ բացատրել հեշտացնելու համար ես ասում եմ, որ Հայաստանում լեզվաբանություն եթե կա էլ, ապա դա ավելի շատ բանասիրություն է։ Ու ի նկատի ունեմ անգլերենում այդպեսի այդ տարբերակումը լավ է արտահայտված։ Կան ոլորտներ, որոնք անգլերենում ասում ենք scholarly են կամ academic են, եւ կան ոլորտներ, որոնք scientific են։ Հիմա լեզվաբանությունը այնպեսին, ինչպեսին ես եմ ճանաչել դրսում, scientific է, բարի ճշգրիտ գիտություն իմաստով, իր գիտաչափական մեթոդոլոգիայով եւ այլն։ Իսկ բանասիրություն ասելով երևի ավելի շատ նկատի ունեմ ավելի նկարագրական գիտելիքաշարժ, գիտելիքների ամբողջություն լեզվի տարբեր ասպեկտների մասին։ Այսինքն ինչ-որ լեզու հասկանալ իր քերականությունը, ճանաչելությունը, բառագիտությունը իմանալ, իսկ նա արդեն ավելի գիտական, ավելի Նա գիտական ինչը նշանակում է առաջին հերթին տեսություն։ Եթե փորձենք ավելի ինչ-որ մատչելի բառեր գտնենք այդ տարբերակումը բռնելու, տեսություն բառը ես շատ եմ օգտագործում, շատ եմ ասում տեսական լեզվաբանություն, որպեսզի չասեմ ընդհանուր լեզվաբանություն, իդեպ Հայաստանում նաև այդ տերմինն էլ շատ է օգտագործվում ընդհանուր լեզվաբանություն, այսինքն եթե փորձես գտնել ամբիոն կամ մասնագիտացում, որը քիչ շատից մոտ է իմին կամ վանվի ընդհանուր լեզվաբանություն, սա էլ ինձ համար էլի մի քիչ հնից մնացուկ է, որտեվ էլի հակադրվում է կոնկրետ լեզու թե ընդհանուր լեզվաբանություն, որը էլի նույնը չէ, ինչ ես անվանում եմ տեսական լեզվաբանություն, որտեվ նպատակը ոչ թե շատ լեզուներ իմանալն է կամ շատ լեզուներ իրար հետ համեմատելն է, այլ այդ լեզուների տվյալների հիման վրա կազմել տեսություններ լեզում ընթացող process-ների եւ ի վերջո նաեւ լեզվից դուրս լեզու մարդ աշխարհ կապերի մասին։ Դրան դեռ կգանք, բայց վերադառնանք քո ժնևյան փորձություններին։ Դժվար փորձություններ փորձում եմ խուսափել երևի։ Չէ, իհարկե կարևոր է խոսել դժվար փորձություններ, որովհետեւ շատ տարբեր պատճառներով նախ լինել միջազգային ուսանող հայկական միջավայրից դուրս գալ եվրոպական միջավայր ինձ համար շատ անսովոր է, շատ անփորձ էի եւ շատ տարբեր կրիզիսների միջով ճգնաժամերի միջով անցա, այդ թվում նաեւ ազգային ինքնության հասկանալու, ինքնաճանաչողության, տարաճանաչողության միջոցով հայաճանաչողության եւ ինքնաճանաչողության կրիզիս, որը այստեղ մասնագիտական հետ իհարկե այդքան էլ կապ չունի։ Մինչեւ նաեւ այն, որ ամբողջ ընթացքում ես ինձ զգում էի բավարար գիտելիքներ չունեցող այդ իմպոստոր սինդրոմը, որը շատ քննարկվող տերմին է օտար միջավայրում, չգիտեմ հայերեն ոնց են թարգմանում։ Ինքնակոչի համախտանիշ կարծեմ։ Այդ իմպոստոր սինդրոմը, որը շատ ուժեղ ինձ ուղեկցում էր, այսինքն որ դու քո տեղում չես եւ բավարար կոմպետենտ չես ինչ-որ բավարար կոմպետենտ չեմ, որովհետեւ ինձ պակասում է ֆունդամենտալ սիստեմատիկ կրթական հիմքը։ Եվ ես ժամանակին, երբ որ ընտրեցի միանգամից հետազոտական փուլ սկսել, այդ չէի գիտակցում, որ իմ հայաստանյան բակալավրն ու նույնիսկ մագիստրատուրան հերիք չեն։ Սա էլ է խոսում այդ մասին, որ բանասիրական կրթությունը, որը քեզ թվում է, որ շատ մոտ է լեզվաբանությանը, ինձ թվում է, որ շատ մոտ է լեզվաբանությանը, ես այդքան դեռ պատրաստ չէի, այդքան գիտելիք չունեի հասկանալու, որ այդ լեզվաբանությունը, որ ես ընտրել եմ, շատ առանձին գիտություն է եւ ֆունդամենտալ սիստեմատիկ պետք է գիտելիքակազմ ունենալ մինչև սկսել է հետազոտություն եւ ամբողջ ընթացքում այո ինձ ուղեկցում էր այդ պակասը գիտելիքի ուսանողական փորձառություն չունենալու դրսում նաեւ դրա պատճառով ես անդադ ձգում երկարացնում էի իմ այդ դոկտորական փուլը որպեսզի իմ կրեդոն ինձ ուղեկցող կրեդոն ես հիշում եմ այդ տարիներին անդադ ասում էի իմ նպատակն ոչ թե թեզ անել այլ լեզվաբան դառնալ այսինքն ոչ թե կենտրոնանալ նեղ թեմայի վրա այլ շատ լայն հնարավորինս լայն սպեկտրով փորձել լեզվաբանական տարբեր գիտակարգեր տարբեր ենթավորներ հասկանալ ուսումնասիրել այն բացը լրացնել, այսինքն այդ ուսանողական պակասը, որ ես այդպես էլ չունեցա, որտեղ չէի գիտակցում, որ արժի կունեմ մի հատ մաստեր անել, նոր սկսել դոկտորական, այդ հայկական շտապողականություն ունեի, որ մի մաստեր արել եմ, ինչի նորից կրկնեմ, շտապեմ դոկտորական, դա շատ արժևորան էի։ Իսկ ինչ ստրատեգիա մշակեցիր այդ նոր միջավայրին հարմարվելու եւ անկախ նրանից, որ զգում էր այդ գիտելիքների պակասը ճնշում էր երևի այդ միջավայրի քեզ կարողացար հաղթահարել ու ի վերջո կարողացար թեզդ գրել։ Թեզը կարողացա գրել, դե արդյունքը իհարկե ստացվեց։
Ստրատեգիաներ կոնկրետ չգիտեմ ինչպես կարող եմ անվանել, երևի ստրատեգիան սովորելն էր հնարավորինս շատ չտեսի նման սովորել, այն իմաստով որ գնում էի տարբեր առարկաների իմ թեզի եւ իմ ոլորտի հետ կապ ունեցող այլ ոլորտների հնարավոր բոլոր սեմինարներին, բոլոր Ժնևում ունեինք այդպիսի ավանդույթ շաբաթը մեկ միջազգային թոփ մի գիտնական գալիս էր եւ դոկտորանտների ու դասախոսների համար գիտական վերջին իր հետազոտություններն ներկայացնում Իմ ամբողջ ավելի շատ գեներատիվ շարահյուսաբաններ էին, որը լրիվ տարբերվում էր իմ ոլորտից, Չոմսկի անունը կարող է ծանոթ լինի լսողների շատերին, այդ գեներատիվ չոմսկիական ուղղության մասնագետներ էին եւ ես ընդհանրապես շատ հեռու էի այդ ոլորտից, բայց անդադ գնում էի ամեն շաբաթ այդ թեմաներն էի լսում, հնարավոր բոլոր ամառային դպրոցներին էի դիմում, հետո քիչ-քիչ սկսեցի Արդեն հետազոտական փորձի շնորհիվ նաև միջազգային ծրագրեր կային շատ, որոնց անդամագրվեցի եւ սկսեցի նաև հետազոտությունս անել միջազգային թիմերի հետ։ Դա ինձ շատ բացեց, շատ հասունացրեց, բերեց ավելի միջազգային ծածկույթ տվեց իմ աշխարհայացքին։ Այդպես միջազգայնացումը եւ կոմֆորտի զոնայում չմնալը մի կողմից շատ իմպոստեր սինդրոմը ուժեղացնող, մյուս կողմից իրականում շատ ճկունացնող բացող փորձառություն եղավ, բայց իհարկե եղավ դա ի հաշիվ ցկելու եւ ժամանակի, այսինքն փոխանակ ստրատեգիկ նեղ ուղղորդվածությամբ ես իմ թեմայի մեջ խորանամ, ես իմ թեման էլ օգտագործեցի որպես միջոց հնարավորինս շատ տարբեր ոլորտներում տեղավորելու այդ թեման, տարբեր կողմերից նայելու, որպեսզի լեզվաբանության տարբեր ենթավոլորտների ծանոթանամ, այդպես շատ տարածվեցի։ Իսկ թեզդ ինչ թեմայով էր։ Թեզի թեման էլ եմ անընդհատ փոխել, ի սկզբանե պատճառահետևանքայնությունն էի ուսումնասիրում։ Էլի մի բառով հայերեն շատ հստակ մի բառ ունենք causality, անգլերեն causality, պատճառահետևանքային հարաբերություններ, այսինքն թե ինչպես ենք մենք աշխարհը ընկալում պատճառ-հետևանք հարաբերությունների միջոցով, որը լեզվում կարող է արտահայտվի օրինակ շահկապների միջոցով, չէ՞, ունենք որովհետև շահկապը, որը պատճառահետևանքային կապեր է ստեղծում, ու այստեղ հետաքրքիրն է, որ տարբեր տիպի պատճառահետևանքային, տարբեր մակարդակի պատճառահետևանքային հարաբերություններ ընկալելու ճանաչողական կարողություն ունեն մարդիկ, կարող են աշխարհում, այսինքն կարող են երևույթները ճանաչել որպես օբյեկտիվ պատճառահետևանքայնություն, կա սուբյեկտիվ պատճառահետևանքայնություն, երբ որ դու այդ կոզալ մտածողությունը օգտագործում ես քո սեփական եզրակացությունները հիմնավորելու համար, ու լեզվում այսպես տարբեր շերտերում այդ causality-ն արտահայտվում, սա շատ փիլիսոփայական իրական կատեգորիա է causality-ն, շատ մեծ հսկա ոլորտ է նաև լեզվաբանությունից դուրս։ Սա ինձ բերեց դեպի կոգնիտիվ լեզվաբանություն, որտեղ ֆոկուսը սևեռու ուշադրությունը ավելի շատ մարդու ճանաչողության աշխարհընկալման վրա է, քան ոնց որ լեզուն դիտվում է ավելի շատ որպես միջոց, քան նպատակ։ Հետո հասկացա, որ սա նաև լեզվաբանության այն ոլորտին է աղերսվում, կապ ունի այն ոլորտի հետ, որը կոչվում է պրագմատիկա, որը իրականում նեղ իմաստով լեզվաբանություն չէ, այլ լեզվից դուրս է եւ ավելի վերաբերում է մարդու խոսքահաղորդակցական գործունեությանը եւ հասկացողական process-ներին, ոչ թե լեզվին, հա, նեղ իմաստով։ Հետո հասկացա, որ այդ պրագմատիկան իրականում լեզվաբանական գիտակարգերի հիերարխիայում ամենավերևում է։ Ինքը հիմնվում է այլ գիտակարգերի հիման վրա, այնպես ինչպես ֆիզիկա լուրջ զբաղվելու համար դու պիտի լուրջ մաթեմատիկա անես։ Ես հասկացա, այդ մաթեմատիկան ինչ շատ պակասում է, որը լեզվաբանության մեջ սինտաքսն է, սինտաքսը եւ սեմանտիկան, հայերեն շարահյուսություն եւ իմաստաբանություն, ես անընդհատ խուսափում եմ այս բառերից երկու տարբեր պատճառներով, երևի ասեմ ինչի։ Երևի թարգմանության հետ մեկը թարգմանության հետ է կապված, սեմանտիկան թարգմանում են իմաստաբանություն, երևի դա թարգմանել են այն ժամանակ, երբ որ պրագմատիկան չէր կայացել որպես գիտություն, իսկ այսօրվա իմ այն պրագմատիկայի ընկալումը, որը ինձ է հարազատ, իմաստ բառը հենց բանալի է դեպի պրագմատիկա գնալու եւ տարբերակող կրիտերիա է սեմանտիկայից։ Այսինքն, երբ որ մենք փորձում ենք լեզվի միջոցով իմաստներ ու նշանակություններ ուսումնասիրել, նշանակությունը համարվում է լեզվական, լեզվի մեջ կոդավորված, ամբարված երևույթ, հա, նշանակությունը լեզվից է գալիս, իսկ իմաստը այն է, ինչ մարդիկ են կառուցում եւ խոսակցության ընթացքում, այսինքն իմաստը գնում է պրագմատիկա, նշանակությունը սեմանտիկա։ Այս երկու բառերը, այս երկվությունը հենց տարբերակող սահմանն է դնում սեմանտիկայի ու պրագմատիկայի, բայց դուրս է գալիս, որ սեմանտիկան, որը նշանակությամբ է զբաղվում, հայերենում թարգմանում է իմաստաբանություն, իսկ իմաստը արդեն բանալի է դեպի պրագմատիկա, այնպես որ համաձայն չեմ այս թարգմանության հետ։ Սինտաքսն էլ ուրիշ պատճառով չեմ կարող շարահյուսություն ասեմ, ոչ միայն որտեղ շատ երկար է, այլ
որտեղ շահայությունություն բառը, որը բոլորս գիտենք մեր դպրոցական մայրենի լեզվի դասերից, ինքը լրիվ ուրիշ իմաստով էր օգտագործվում։ Նախադասության անդամներն են փորձում շահայությունը նախադասության կառուցվածքն է, բայց երևի թե սինտաքսը ավելի խոսքի լեզվի ավելի լայն, հա, կառուցվածքն է դրա համար։ Իրականում էլի ինքը շահայությունը այն է, ինչ մենք գիտենք ինչ որ իմաստով, բայց ինչի՞ եմ ես ասում սինտաքս, որովհետև սինտաքս մենք ասում ենք որպես առանձին գիտակարգ։ Այսինքն այն ինչ մենք դպրոցական կամ բուհական գրագիտությամբ շահայություն ենք ասում, մենք հասկանում ենք որևէ ասպեկտ, որին նայում ենք, բայց ինքը դեռ այն ինչ երևի ավելի շուտ քերականություն ենք ընկալում, բայց որպես առանձին գիտակարգ, որ դա առանձին գիտակարգ է իր ենթատեսակներով, ենթատեսություններով եւ այլն բազմաթիվ մեթոդներով ու տեսություններով, որպես առանձին գիտություն, ինձ համար այդ սինտաքս բառը այդ իմաստը ունի, դրա համար սինտաքսը ինձ համար գիտությունն է, իսկ շահայությունը օբյեկտը գիտության ուսումնասիրման այդպես ասենք։ Իսկ որ ասում ես ավելի նեղացրիր, հա, թեզի։ Ոչ թե նեղացրել, լայնացրի իրականում, պրագմատիկայից դուրս եկա։ Ավելի դուրս եկա սեմանտիկա, դիսկուրսի սեմանտիկա։ Ուրեմն ուսումնասիրում էի կոզալ հարաբերությունները շահկապների միջոցով, հետո սկսեցի այլ հարաբերություններ ուսումնասիրել, պրագմատիկայից անցա դեպի սինտաքս, այսինքն դիսկուրսիվ երևույթներ ուսումնասիրելու համար սկսեցի հասկանալ կառուցվածքային ներլեզվական հատկանիշները, որը ինձ թեման փոխեց շահկապներից եւ հատկապես այդ causality-ից բերեց դեպի այն, ինչ կոչվում է close linking, միջնախադասության կապեր։ Հա, ինչպես են օրինակ մարդկանց մեջ կան տարբեր հարաբերություններ, շտորադասություն, համադասություն, սեր, ընկերություն եւ այլն, այդ հարաբերությունները նախադասությունների միջև։ Այն ինչ մենք դասակ ավանդաբար գիտենք պարզ երկության միջոցով ստորադասություն, համադասություն, բայց ինչը պարզվում է շատ բազմաշերտ երևույթ է եւ բազմա պրոֆիլ երևույթ է, ոչ միայն այդ երկու տեսակը չեն կապերի, այլ նաեւ այդ կապերը կարելի է եւ սինտաքսում բռնել եւ սեմանտիկայում եւ պրագմատիկայում եւ տարբեր պատասխաններ կունենաս։ Խոսքի մեջ, նախադասության մեջ տարբեր բառերի, հա, հարաբերություններ։ Ոչ թե նախադասության, ենթանախադասության մակարդակով, այլ վերնախադասության մակարդակով, այսինքն քո ուսումնասիրման օբյեկտը հենց նախադասությունների միջև կապերն են, ոչ թե նախադասության մեջ գործող անդամների հարաբերությունները, այլ նախադասությունները իրար հետ ինչպես են կապվում, որը ում ինչ ձևով է լրացնում, որն է երկրորդական, որն է առաջնային, ինչով է դա արտահայտվում, ինչով է դա ազդում մարդու խոսքի կազմակերպմանը, ինֆորմացիայի հոսքին, գլխավոր առաջնային երկրորդական ինֆորմացիաները աշխելուն եւ այսպիսի տարբեր ինֆորմացիոն ստրուկտուրավորմանը եւ այլն։ Իսկ որ այս բոլոր հետազոտությունների մասին նշում ես, սրանք մի լեզվի շրջանակում են արվում, թե տարբեր լեզուների ու դրանց համեմատության։ Մեր նպատակը տեսություն մշակելն է։ Տեսություն մշակելու ձևը հիմնվելն է տարբեր դատաների վրա, տվյալների վրա։ Տվյալները մենք վերցնում ենք լեզուներից, ինչքան շատ լեզու, այնքան լավ։ Լեզվաբանությունը գաղտնիք չէ եւ նույնիսկ շատ քննադատվող է, որ հիմնականում անգլակենտրոն է եւ գոնե եվրոպակենտրոն, եվրոպական լեզուների վրա է կենտրոնացած եւ եթե մի քիչ մեծացնենք հնդեվրոպական լեզուների վրա կենտրոնացած, այսինքն տեսությունները մշակվում են մեր իմացած ուսումնասիրած լեզուների հիման վրա, բնականաբար անգլերենը առաջին տեղում է ավելի որպես շատ ուսումնասիրված եւ հիմա լեզվաբանության մեջ տենդենց կա հնարավորինս ընդլայնել ուսումնասիրվող լեզուների ցանկը եւ գնալ դեպի նաև ոչ եվրոպական լեզուներ, նաև այն լեզուները, որոնք չունեն գրեր, որոնք կործանման եզրին են, որոնք շատ ավելի քիչ ուսումնասիրված են եւ իր որոնցից եկող տվյալները շատ փոխում են մեր պատկերացումները ընդհանրապես լեզուների մասին։ Բայց նպատակն է ուսումնասիրել ոչ թե լեզուներ առանձին, այլ մարդկային լեզվակարողությունն ու լեզունակությունը։ Այստեղ էլի մի հատ օտար տերմինոլոգիայից, ոչ թե տերմինոլոգիայից, այլ օտար բառերից օգտվեմ։ Ֆրանսերենում այս տարբերակումը շատ լավ լեքսիկալիզացված է, երկու բառ կա լեզու բառի համար։ Լեզու ու իմաստի համար կա լանգ ու լանգյաժ, որը չկա ոչ անգլերենում, ոչ ռուսերենում, ոչ հայերենում։ Լանգ նշանակում է առանձին լեզուներ, հա, հայերենը, ֆրանսերենը, ճապոներենը լանգեր են։ Իսկ լանգյաժը շատ ավելի դժվար թարգմանվող բառ է, ուսանողներից հետ միշտ փորձում ենք այս դժվար թարգմանվող բառերի վրա շատ մտածել։ Լանգյաժը հենց այն абստրակտ լեզվունակությունն է, որը մարդը ունի որպես տեսակ, որպես homo sapiens։ Սա հենց այն է, ինչ ունիվերսալ է։ Կարողություն է։ Լեզվակարողություն, ես ավելի շատ այդպես եմ ասում լեզվունակություն, բայց ինքը շատ абստրակտ, շատ ընդհանրական երևույթ է, շատ դժվար բռնելի, ի տարբերություն լանգերի, որոնք առանձին լեզուներ են։ Հիմա լանգերի միջոցով ի վերջո մենք փորձում ենք մի ընդհանրական եզակի հնարավորինս եզակի պատկերացում ունենալ լանգյաժի մասին, այսինքն փորձում ենք ընդհանրացնել մի տեսության մեջ, որը կբռնի այդ ամբողջ բազմազանությունը աշխարհի 6000 կամ 7000 լեզուների եւ դրա համար իհարկե հնարավորինս պետք է բազմազանացնենք։ Ես ինքս ուսումնասիրեցի ֆրանսերենի, անգլերենի եւ գերմաներենի հիման վրա, բայց էլի նորից եմ ասում, որպեսզի սխալ տպավորություն չթողնի, այստեղ հարցը ինչ է, որ ես այդ լեզուները գիտեմ թե չգիտեմ, օրինակ գերմաներեն այդքան էլ շատ լավ չգիտեի, այլ այն է, որ երբ որ դու քո ուսումնասիրությունները մեթոդոլոգիայի եւ տեսությունների մասին են, այսինքն ինձ հերիք է հասկանալ այն գործիքակազմը, որով գերմաներենը ենթադրենք ուսումնասիրվել է, որպեսզի ես տեսականորեն
այդ նույն գործիքակազմի շնորհիվ կարողանամ գերմաներենի մասին մեկ այլ եզրակացություններ անեմ, էլի։ Օրինակ իմ թեզում ես ունեմ մի քննադատական փոքր հատված օսեթերենի մասին, որ ես ընդհանրապես չեմ տիրապետում եւ դա բացարձակից չի խանգարում տեսական գիտությունը հենց դրանով է տեսական գիտություն, որ ոչ թե բանասիրական դու լեզուն ես ուսումնասիրում, այսինքն լեզու պիտի գիտենաս, այլ պիտի ունենաս մեթոդոլոգիա, գործիքակազմ տեսություն, որը քեզ հուշում է, որը քեզ predict է անում, կանխատեսում է, թե ինչպիսին պիտի լինի, իսկ լեզվական տվյալներ, որոնք այս են ասելու, չէ, ձեր տեսությունները աղքատիկ են, սահմանափակ են, ձեր տեսությունը փոփոխեք կամ հակառակը։ Հիմա որ հետ ես նայում, երբ որ սովորում էիր այստեղ Հայաստանում, հետո արդեն գնացիր Ժնևում սովորելու, հիշում ես, թե ինչպիսին էին քո պատկերացումները լեզվի ու ընդհանրապես լեզվաբանության հանդեպ եւ գուցե ինչ որ պահպանողական կամ կարծրատիպային պատկերացումներ ունեիր ու արդեն ինչպես փոխվեցին, երբ որ թեզդ ավարտել էր, երբ որ գիտական աստիճան էիր ստացել, երբ որ համեմատում ես քեզ այդ երկու ժամանակահատվածներում ինչ փոփոխություններ եղան։ Այդ փոփոխությունները ես հիմա ավելի շատ վերհիշում եմ ուսումնասիրելով թե մեր հասարակությունում ինչպես է մոտեցումը լեզվի հանդեպ, այդպես ինքս ինձ հիշում եմ անցյալում, չեմ կարծում որ շատ պահպանողական եմ եղել, բայց ամեն դեպքում բանասիրական կրթությունը իր հովերը հաստատ թողել էր, այն իմաստով, որ երևի ավելի շատ խոսեմ թե ինչպես է հասարակության մեջ ընդունված, որտեղ չեմ կարող շատ ինձ վերագրեմ, հաստատ եղել էլի պահպանողականություն, բայց պահպանողականությունը արտահայտում է նրանում, որ մենք ավելի շատ մտահոգված ենք լեզվի մաքրության, լեզվա այդ մաքրամոլության մոլուցքը կա մեր հասարակությունում, որը բնականաբար մենակ մեզ չէ հատուկ, որն էլ իր հերթին հիմնվում է լեզվի պահպանության այդ վախի ու վտանգի վրա։ Դա ամենաերևի մեծ թեման է, որը ուղղակիորեն չի առնչվում լեզվաբանության հետ, ոչ ոք լեզվաբանները չեն զբաղվում այդ հարցերով, բայց իրականում որպես լեզվաբան ամենաշատը ես անցում, թռիչքային անցում ինձ թվում է ունեցա այս հարցում։ Երբ որ սկսեցի հասկանալ, թե որպես հասարակություն ինչքան մեր վերաբերմունքը լեզվի հանդեպ, ինչքան կաշկանդող, կաղապարող եւ արտահայտում է նրանով, որ մենք լեզուն անցալում ենք որպես ստատիկ, քչից շատից ստատիկ, այսպես լեզվաբանների ու քերականագետների կողմից մշակված, պահպանված մի ամբողջություն, ի հեճուկս, հա, ի հակառակ լեզուն որպես դինամիկ, ապրող, շնչող, շատ ավելի արագ փոփոխվող, քան մենք կուզեինք կամ պատրաստ էինք եւ շատ ավելի հարմարվող ու ադապտիվ մարդու կենսագործունեությանը այդպիսի երևույթ է, բայց իրականում մեզ շատ պակասում է այդպիսի ընկալումը մեզ որպես հասարակություն ու արդյունքում մենք շատ ավելի խեղդում ենք մեր լեզուն, շատ ավելի այդ մակրամոլական մղումները շատ տարածված են։ Իսկ որ ասում ես մակրամոլական մղումներ, երկու բան կարող ես նկատի ունենալ, մեկը երևի օտար բառեր գործածելու հանդեպ վախը, մյուսը ինչ որ նոր ձևեր, որոնք դեռևս նորմ չեն դարձել ու գրական հայերենին օրինակ բնորոշ չեն, բայց գուցե արժե մտածել դրանք նորմ դարձնելու մասին։ Ես միշտ այս օրինակն եմ հիշում, օրինակ ասելը հայերենում անկանոն բառ է եւ իր անցյալ կատարելը ասում ենք ասացի, բայց Հայաստանում քիչ է դժվար է գտնել մարդկանց, որոնք ասում են ասացի, ասում են ասեցի ու դա նորմ չի դարձել։ Լիքն են նման օրինակներ։ Որ հենց ուղղությունը նկատի ունես թե երկուսն էլ, այսինքն սրանք շատ ճիշտ տարբերակում մտցրեցիր, երկուսն էլ բնականաբար, որտեղ ամեն մեկը լեզվի մի շերտ է, մեկը անվանենք քերականություն, ավելի կառուցվածքային այդ սինտաքսային, ասեց, ասաց այդ օրինակն է, մեկը ավելի լեքսիկալ, հա, լեզվի այդ երկու հիմնական սյուները ալգորիթմիկան լեզվի կառուցվածքները եւ քերականությունը եւ բառապաշարը բառամթերքը հենց այդ երկու ուղղությամբ էլ արտահայտվում է այո այնինչ այդ քերականական ճկունություններն ու փոփոխությունները որոնք խոսակցական լեզվի շատ բնորոշ են եւ խոսում են մարդու ավելի անկաշկանդ ազատ արտահայտման կարիքի մասին որը տարբերվում է գրական լեզվի ավելի արմատացած պահպանողական ընդունված նորմերից եւ մյուսը օտարամոլության այս հարցը որը շատ մեծ ընդդիմություն է բերում փոխառությունների հանդեպ սրա մասին խոսելուց միշտ նկատի ունենանք այսինքն միանշանակ պատասխան եւ լուծում ես հաստատ չեմ տա չեմ գա եւ հենց այն է որ այս քննարկումները հիմնականում սկսվում են նախաձեռնվում են այն ինչ կոչվում են նորմատիվ քերականներ, հա, պահպանողական քերականները, որոնք նորմատիվ քերականության ներկայացուցիչներ են, հա, այդպիսի հասկացություն կա նորմատիվ քերականություն, որը ուսումնասիրում է այն նորմերը, որոնք մարդիկ են ի վերջո մշակել, հա, լեզվաբաններն են մշակել, որը վերաբերում է գրական լեզվին, սա երբեք չպետք է մոռանանք, սա հենց այն է, ինչ շատ հաճախ է մոռացվում, իսկ լեզվաբանները որպես գիտնական ուսումնասիրում են այն օրենքները, որոնք լեզուն է ինքը իր մեջ ունի Այդ առումով, եթե լեզուն քեզ թույլ է տալիս ասեցը փոխարինել ասացի
կամ էլ հակառակը, դա լեզվի ներքին օրենքների մասին է, այսինքն լեզուն ունի դա լեզվի էության մասին է։ Ինչը հակասում է մարդկային նորմերին, որով մենք մշակել ենք գրական լեզուն։ Այստեղ միշտ հիշենք, որ խոսակցական լեզուն առանձին շերտ է, վերջերս այս մասին խոսելուց Ավետիք Մեջլումյանը իմ միտքը ձևակերպեց, ասեց մենք չունենք հայերենում միջին խավ լեզվի, ինձ շատ դուր եկավ իր ձևակերպումը իմ մտքի, այնպես որ իր օգտվելով դրանից նորից այդ կշրջանառեմ այս ձևակերպումը, պետք է միշտ հիշենք, որ խոսակցական լեզուն առանձին տեսակ է, համակարգ է լեզվի, որի ճկունությունը, որի կենսունակությունը, որի անկաշկանդ լինելը ոչ միայն չի խանգարում, չի սպառնում լեզվի գոյությանը, պահպանությանը, մաքրությանը, այլ հակառակը։ Եվ պետք է շատ ավելի լիբերալ ու ազատ թողնենք խոսակցական լեզվին իր խոսակցական բազմազանությամբ, բազմաձևությամբ։ Բազմաձևությունը լեզվին բնորոշ էություն է, որը պետք է լինի եւ ոչ թե ամեն անգամ մարդուն ուղես այդ լեզվի ոստիկանի դիրքից, ինչպիսին են նորմատիվ լեզվաբանները, ինչն էլ մեր հայկական, հատկապես հայ բանասիրական ավանդությանը շատ հատուկ վերաբերմունք է, հիմնականում լեզվաբանները այդ լեզվի ոստիկաններն են, որոնք շատ լավ գիտեն գրական լեզուն, այն ինչ ես էլ ինքս շատ լավ գիտեի դպրոցական տարիներին, հիմա ես ինքս էլ եմ լիքը բաներ մոռանում, որը իհարկե կարևոր է, որը պետք է գրական լեզվի գրագիտության համար, բայց ոչ մի դեպքում չպետք է սահմանը խախտի եւ պետք է թույլ տանք, որ խոսակցական լեզուն լինի ճկուն։ Ինչը նաեւ դա վերաբերում է նաեւ օտարաբանություններին, փոխառություններին, հատկապես խոսակցական անկաշկանդ բանավոր լեզվում մարդիկ փոխառում են, որովհետեւ կարիք ունեն փոխառության, այդտեղ այդ կոգնիտիվ հայացքը պետք է միշտ հարգել, ի նկատի ունենալ, որ լեզուն ոչ թե բառարաններում ամրագրված, իր նշանակություններով, իմաստներով ամրագրված որ բառամթերքի ամբողջություն է, այլ անընդհատ փոփոխվող նրբ իմաստներ, որոնք դու անընդհատ կարիք ունես հնարավորինս դիպուկ լեքսիկալիզացնելու եւ անընդհատ փնտրում ես քո հնարավոր միջոցները եւ դու իրավունք ունես որպես մարդ, որպես հասարակության ներկայացուցիչ, այստեղ իմ պարամետրն է, որ իրականում լեզուն ավելի կարևոր չէ, քան միտքը։ Այսինքն եթե լեզվի մասին մենք ինչ-որ դատողություններ անենք, որոշումներ ընդունենք, թե որ ձևը ոնց է ճիշտ, ի վերջո մեր հիմնական պարամետրը պետք է լինի, թե ինչով է ինքը սպասարկում մտքին, մտքի ճիշտ դիպուկ կառուցողական արտահայտմանը։ Ասում ես, որ հա, ամենակարևորը մարդն է ու միտքը, եթե ճիշտ եմ հիմա քեզ մեջ բերում, լեզուն ավելի կարևոր չէ, քան միտքը, ու քո գիտակարգն էլ կոգնիտիվ լեզվաբանություն է կոչվում։ Կարող ենք ասել, որ սա ավելի լայն եւ միջգիտակարգային գիտակարգ է այն առումով, որ մարդաբանական, փիլիսոփայական, գուցե նաեւ այլ, որոնք հաճ է հասցրի բռնել, պատեր է պարունակում եւ լեզուն ավելի խորությամբ հասկանալու եւ այդ փոխհարաբերությունները, որոնց մասին խոսում եմ, ավելի լավ հասկանալու համար, պետք է շատ ավելի մեծ լայն թեմաներ էլ հասկանալ եւ այդ ամենի հասկացումը կօգնի ավելի լավ պատկերացում կազմել թեմաների մասին։ Հանուն պատասխանեցի։ Այո։ Ավելացնելու բան չունեմ։ Դրա համար այդ հարցին պատասխանելու փոխարեն կամ պատասխանից առաջ ես կուզեի անդրադառնալ Ես ինքս մեղավոր եմ, որտեղ սխալ տպավորություն եմ թողել, որ ես կոգնիտիվ լեզվաբան եմ։ Ես հիշում եմ, որ իմ նախորդ խոսքում այդպես ներկայացա։ Իրականում այս կոգնիտիվ բառը հասկանալու տարբեր էլի մակարդակներ կա։ Նեղ իմաստով լեզվաբանության մեջ կան տարբեր համայնքներ, տարբեր տեսություններ, որոնք կոգնիտիվ են կամ ոչ կոգնիտիվ են։ Այդ իմաստով, նեղ իմաստով ես հեչ վստահ չեմ, որ ես կոգնիտիվ լեզվաբան եմ։ Այն տեսությունները, որոնցով ես աշխատել եմ, բացարձակել կոգնիտիվ չեն կամ նախկինում կոգնիտիվ էին, հիմա արդյունքում այն ինչ ես արեցի օրինակ թեզիս մեջ հեչ էլ կոգնիտիվ չէր։ Այսինքն որպես հետազոտող ես շատ նախ լայն սպեկտր ունեմ տեսությունների եւ մոդելների, որոնց հետ առնչվում եմ, որոնք ավելի շատ ոչ կոգնիտիվ են, քան կոգնիտիվ, բայց դա նեղ իմաստով դա հետաքրքիր է միայն լեզվաբաններին իրենց ներքին համայնքում։ Երբ որ ես ասում եմ լեզվաբանությունը կոգնիտիվ գիտությունը, ես լայն իմաստով եմ ասում, այսինքն ես հասկացել եմ, որ որպես գիտություն իր տեսակը ներկայացնելու համար հանրությանը այդ մակարդակում եմ ես ընդունում կոգնիտիվ բառը։ Ու այս մակարդակում կապ չունի դու ներքին նեղ իմաստով կոգնիտիվ տեսության մեջ ես թե ոչ կոգնիտիվ, ի վերջո ինչ էլ դու անում ես այսօրվա ժամանակակից լեզվաբանության մեջ հանգում է կոգնիտիվ գիտակարգի։ Ինչի մասին դու շատ լավ խոսեցիր։ Օրինակ քերականությունը գեներատիվ, հա, որի մասին ես նշեցի Չոմսկիական քերականությունը, իրանք հենց այն նեղ ենթահամայնքն են, որոնք այսպես ներքին կուլիսների հետևում ամենաշատը չեն սիրում կոգնիտիվիստներին իրանց չեն սիրում եւ շատ այսպեսի փակ մի քիչ գետոյական համայնքներ է հաճախ ձևավորվում, բայց ի վերջո նույնիսկ այդ գեներատիվ քերականությունը, որը հակակոգնիտիվ է այդ նեղ իմաստով, լայն իմաստով ոչ այլ ինչ է, քան կոգնիտիվ ամենալայն իմաստով, որովհետեւ
Չոմսկու առաջնային նպատակը ուսումնասիրել է ներքին լեզուն, որը մարդը իր ուղեղում իր գենոմում ունի, որը ընդհանուր է ցանկացած մարդու անկախ իր կրած լեզվից եւ որ ուսումնասիրում է մենտալ ալգորիթմիկան ուղեղի, այսինքն հասկանում ենք, որ արդեն խոսում ենք մարդու մասին, խոսում ենք մարդու մասին որպես նեյրոգիտական տեսանկյունից, որպես ֆիզիոլոգիական տեսակետից, Չոմսկիի քերականությունը վերածվել է մի տեսության այսօր, որը կոչվում է բիոլոգիական, կենսաբանական, ֆիզիոլոգիական, նեյրոլոգիական, նեյրոգիտական, հոգեբանական ամենաշատը, մարտաբանական երևի ավելի ամենահարմար բառը կլիներ, միջգիտակարգային ոլորտ է։ Հիմա արդեն Հայաստանում ես ու գիտեմ, որ հետազոտություններին զուգահեռ նաև դասավանդում ես Երևանի Պետական Համալսարանում, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր է, դու պատմում ես քո ուսանողական տարիներից, թե ինչքան բաց կար տեսություն սովորելու առումով։ Հիմա ինքդ ենթադրում եմ տեսություն ես դասավանդում եւ արդյոք ուսանողների մեջ նկատում ես հետաքրքրվածություն հենց տեսությամբ զբաղվելու ու այս ուղղությամբ հետազոտություններ անելու։ Նախ ասեմ, որ դասավանդելը ինձ համար շատ ձգտելի, ցանկալի փորձառություն էր։ Ես անպայման ուզում էի դասավանդում ունենալ իմ գործունեության մեջ, առաջին հերթին զուտ անձնական առողջ էգոիստիկ նկատառումներից ելնելով, դասավանդումը մի գործունեություն է, որը ինձ թույլ է տալիս շատ ավելի լայն հայացք ունենալ լեզվաբանությանը, լեզվաբանության տարբեր ասպեկտներին եւ բաց մնալ ու կենթանի ու կենսունակ մնալ լեզվաբանության մեջ, ի տարբերություն հետազոտության, որը ուզած շատ նեղ, շատ սպეციფიկ ոլորտ է, այսինքն այդ թարմությունն ու կենսունակությունը լեզվաբանության ես հենց դասավանդման շնորհիվ եմ ինձ զգում ու ինձ անընդհատ թարմ պահում տարբեր հարցերի մասին մտածելու համար, իսկ ուսանողների հետ փորձառությունը երկակի է, շատ ոգևորող հատված կա, որտեղ երբ որ մենք խոսում ենք հենց այդ ավելի քննադատական մտքի, վերլուծական անալիտիկ մտքի մակարդակում, ես զգում եմ ոգևորությունը լսարանի մի հատվածում, բնականաբար ոչ բոլոր հատվածում, որտեղ այո, շատ կան ուսանողներ, որոնք ընդհանրապես շատ հետաքրքրված չեն կրթությամբ, բանասիրական կրթությամբ, որոնք ընտրել են այդ ֆակուլտետը առանց նույնիսկ հասկանալու ինչ են ուզում։ Իրականում ամեն անգամ սեպտեմբերի 1-ին այդ առաջ օրը մտնում եմ, հարցնում եմ ինչպես դու ինձ հարցրեցիր, ինչ պլաններ ունեք, ինչով եք ձեր կրթությունը, ինչ կարիերայի համար եք ուզում օգտագործել։ Հիմնականում 90-95, եթե ոչ ավել տոկոսը ասում են, որ չգիտեն ինչ են անելու այս իրենց կրթության հետ։ Բայց կա մի փոքր հատված, որը մտածել սիրում է եւ որը շատ ոգևորվում է հենց այդ վիճակից, երբ որ մենք փորձում ենք անալիտիկ ու քննադատական մտքով հասկանանք, թե այս ինչ տեսությունը ոնց է կառուցվել, ինչ արգումենտի հիման վրա, ինչ կոնտրարգումենտներ կան, որտեղ է կաղում այս արգումենտը, դրա հակասումը կամ համալրումը, ինչ մեկ այլ արգումենտը եղավ, ու շատերը այո այդ ոգևորված հայացքները եւ տպավորությունները ուսանողների իհարկե շատ rewarding հաճելի հատվածն է դասավանդման, կա նաև հակառակ հատվածը, որը հատկապես ես զգացի, երբ որ ես ինքս ինքնուրույն աշխատանքներ հանձնարարեցի ուսանողներին, որտեղ իրենք պիտի այս կիսամեկ ես այդ փորձառություն ունեցա, երբ որ իրենք պիտի ներկայացնեին տարբեր տեսություններ, ու այդտեղ ես շատ ցավալիորեն զգացի, որ իրականում շարունակում է հիմնականում կրթությունը մնալ այնպիսին, որ ուսանողին սովորեցնում են ամեն դեպքում բանասիրական ոլորտում ուսանողին էլի սովորեցնում են լեզվի հետ առնչվել միայն լեզվի մակարդակում եւ չգնալ այդ մտքի մակարդակ։ Այս հիմա կփորձեմ բացել, ինչ է նշանակում, բայց շատ համընդհանրական այս խնդիրը զգացի, որ շատ հեշտությամբ իրանք հասկանում են օտարլեսով գրված տեքստը, թվում է թե հասկանում են, այսինքն հասկանում են նշանակությունը, բայց սեմանտիկ նշանակությունը հասկանում են, բայց հետևի այդ իմաստին հեղինակի ինչ ասել ուզենալուն հասնելը շատ ավելի դժվար է, որովհետեւ դա պահանջում է անալիտիկ միտք։ Այս անալիտիկ միտքներ են, ինչ իրականում իմ կրթության մեջ ինչ շատ պակասում էր եւ ինչը Ժնևում ես որպես ուսանող փորձեցի նորովի ձեռք բերել եւ հիմա այստեղ երևի փորձում ես ուսանողներին փորձում եմ իհարկե եւ նաեւ զգում եմ, որ իսկապես հենց կրթության մեջ ամենաբացը ես այդպես կանվանեմ, մեզ շատ լավ սովորեցնում են ինձ էլ որպես ուսանող եւ իմ ուսանողներն էլ շատ լավ սովորեն սինթեզ անելու, այդ սինթետիկ մտածողությունը օրինակ ես շատ լավ զարգացրել եմ իմ կրթության շնորհիվ, ու ես շատ կաշկանդում եմ, որ ես չունեմ անալիտիկ մտածողություն եւ արդյունքում շատ անընդհատ ես սևեռված էի, որ այդ անալիզմը զարգացնեմ իմ մեջ, հետո պարզվեց ես over անալիտիկ եմ։ Հիմա այդ պակասը անընդհատ զգում եմ այո ուսանողների մեջ, հենց այդ մակարդակում, որ կարող են տեքստը հասկանալ, կարող են տեքստը վերարտադրել, բայց հենց որ դու ինչու հարցն ես տալիս, հենց որ ես տեքստի հետևում ընկած այդ
մտածողական քննադատական արգումենտացիան է փորձում իրենց հետ կառուցել, այդտեղ արդեն թե կարողում են եւ ես դա անվանում եմ լեզվից անդին դեպի միտք գնալու անկարողություն, որովհետեւ ավելի շատ սովոր են լեզուն որպես լեզու, տեքստը որպես տեքստ, ոչ թե հերինակի ասելիքը փնտրել քննադատական տեսանկյունից։ Էլի վերադարձանք այն մտքիդ, որ միտքը լեզուն մտքից կարևոր չէ։ Եվ վերջում գիտությունից, հետազոտություններից, դասավանդումից դուրս ինչին ես ամենաշատը սիրում ժամանակ հատկացնել։ Շատ քիչ եմ ժամանակ հատկացնում նրան, ինչը սիրում եմ։ Իմ ամենամեծ տարերքը երևի էս պահին բնությունն ու արշավներն են։ Իմ իդեալական ուիկենդը արշավային պետք է լինի։ Ձգտում եմ դրան, հատկապես ինչ վերադարձել եմ Հայաստանն ու ապրում եմ Երևանում, անընդհատ ես խեղդվելու այդ զգացումը ունեմ այս փոշոտ, կեղտոտ, գերաղմկոտ քաղաքում, որտեղ բնության կտոր շատ քիչ կա եւ շատ մեծ կոնտրաստ է Ժնևի հետ, որը շատ հարմարավետ եւ կանաչ քաղաք էր այգեշատ, այնպես որ անդադ ձգտում եմ քաղաքից դուրս գնալ եւ ֆիզիկական սպորտ չասեմ, բայց գոնե արշավային ինչ-որ գործունեություն եւ բնություն, որը ինձ ամբողջ շաբաթ պահում է, ինձ սնում է, էներգիա է տալիս, փորձում եմ աղջկաս հետ գնալ, ինչու է էլի ինչն էլ այդքան հեշտ չէ, միշտ չէ որ հնարավոր է կազմակերպել, բայց երևի ինձ ամենասնող, ամենահանգստացնող, ամենաէներգիա տվող անելիքը, այդ հոբին, այս պահին արշավներն են։ Այդպես շատ ցավոք սրտի շատ չեմ հասցնում շատ բաներ անել։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV-ի եթերում գիտության մարդիկ հաղորդաշարներ եւ իմ հյուրն այսօր Հասմիկ Ջիվանյանն էր։